Ես կասեմ բան, որը ինչ որտեղ մի քիչ կլինի երևի թե թույլատրելի եզրի խախտում, ես Դուգինին չեմ հարգում, որովհետև բայց դա կարող է չէ, ինչու չեմ հարգում, ուղղակի էտել ասեմ, որովհետև մեզ դիտողները հանգարց չմտածեն, որ ես անձնական ինչ-որ ատելություն, չէ, ես հիշում եմ, որ նա գնացել էր համալսարան եւ համալսարանում կախել էր իր ռեկլամը, որ ինքը այս պահին պատրաստ է դասավանդել 32 առարկա։ Ես հասկացա, որ այդ մարդը լուրջ մարդ չի, էլի։ Այսինքն չես կարա հարգես։ Այդ եվրասիական զանգվածը Ռուսաստանի տակ հավաքելու պատկերացումները, դրանք մտամոլագարության հետևանք են։ Դուգինին լուրջ մի ընդունեք։ Հա, շատեր ընկել են նրա ազդեցության տակ, բան չունեմ։ Բայց կարևոր չի, որ ես ընդունեմ լուրջ։ Կարևոր է, որ ռուսական իշխանությունները լուրջ չեն ընդունել։ Հա, տրագեդիա է եղել, աղջկան տերորիստական ակտի արդյունքում սպանեցին, եթե հիշում եք, այրվեց մեքենայի մեջ, որ աչքերի առաջ։ Սա ողբերգություն է եղել, ես որևէ կերպ չեմ ուզում այդ հարցը, ասենք, դիտարկվի։ Ուղղակի երբ որ մենք ասում ենք, որ ազգային պետությունները, մի հատ լավ հասկանանք, այդ որ ազգային պետությունների մասն է խոսքը։ Հայաստանի Ոչ, նա ասում է բոլոր ազգային պետությունը, հա, հասկացանք հիմա, երբ որ Հայաստանը եղել է ազգային պետություն, որպես այդպիսին, նու մեծ մասը Եվրոպայում գոյություն ունեցող պետությունների գոյություն չեն ունեցել, Ռուսաստանը գոյություն չի ունեցել եւ այլն եւ այլն։ Հայերը ունիկալ ազգ են, նրանք հաղթահարել են ժամանակները աստղալույսի նման, եկել հասել են մինչև մեր օրերը, մեր հարակից բոլոր ժողովուրդները, որոնք ունեցել են կայսրություններ, ինչպես ասորիները, ինչպես բաբելացիները, բոլոր ցած են սահել պատմության թատերաբեմից։ Մնացել ենք մենք։ Երբ որ խոսում են այտենց, թող մի հատ պատկերացնեն, հիմա ո՞րն է ավելի մեծ, Հայաստանը, թե կամայական երկիր։ Եթե վերցնենք պատմությամբ Հայաստանի եկող, իր անթեղած արժեքների բազմություններով, գիտության մեջ տված էֆեկտով համաշխարհային քաղաքակրթության համար, թե այդ երկիր է, կամայական երկիր վերցնենք, մենք յուրաքանչյուրի հետ մրցակցային ենք։ Ու տենց ոչ մեկը թող մեր հետ չխոսա։ Առավել եւս Դուգինը, որը 32 առարկա ուզում է կարդա, ուրեմն ցնդած է լրիվ։ Հա, բայց դուք խոսում եք Դուգինին չհարգելու մասին, բայց ես խոսում եմ նրա մասին, որ Դուգինը Հիմա ինչ վերաբերում է Սալավիովի ասացին։ Չէ, տեսեք, Դուգինը ասել է այն, ինչը իրականացնելու ճանապարհը խոսել է Սալավիովը, որը մենք գիտենք, որ չի կարող խոսել առանց Սալավիովը դա չի խոսել։ Սալավիովը ինքը նու հասկանալի է, որ խոսել է այն մասին, որ պետք է վերականգնվի, այսինքն եթե Տրամպը հայտարարում է, որ գոյություն ունի այսօրվա միակ ճանապարհը, որ յուրաքանչյուր գերտերություն ունենա իր ազդեցության գոտին, իշն այդ բանն ասում է։ Ինքը նաև ասում է, որ մենք ռուսական ազդեցության գոտի երկրներ ենք։ Հիշում եք, չէ՞, իր այդ ելույթը։ Հա, ու այսպես ասենք 10 տարի Պուտինը չկարողացավ իբրտե իրենք խոսել են Պուտինի հետ, 10 տարի Պուտինը ասում է, ես չեմ կարողացել, դու ինչպես խաղաղություն հաստատեցիր։ Նո, ես չգիտեմ, ինչքան են խոսացել, ինչքան չէ, հա, բան չունեմ ասելու, դա հիմա Տրամպն է, մի բան ասում է, մի բան հետո փոխում է, այդ ես տենց չեմ կարող որևէ մեկի համար, ասենք, այստեղ գարանտիաներ տալ, ասենք, երաշխիքներ ներկայացնել մեր ժողովրդին, բայց եթե խոսքը վերաբերում է նրան, թե Սալավիովի ասածն ինչ էր, այն որ, հա, մերն էլ ամենահամեստ չափորոշիչներով, նախկին խորհրդային միության սահմաններն էլ մեր ազդեցության գոտին են, որովհետև ավելի մեծին Ռուսաստանը այսօր հնարավոր է չհավակնի այնպիսի գերտերությունների պայմաններում, ինչպիսին է Չինաստանը եւ ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հա, իրանց ասածն էլ դա է, եւ դա շատ ավելի խելացի մարդիկ են առաջ մղողը, քան ինքը Սալավիովն է, քան Դուգինը չեմ համարում էլ կա տենց այդ։ Հələ ասենք Կարագանովը էլի հասկանանք, էլի որ ինչ որ չափով, հա, կա խելացի մարդ է։ Բայց այդ մարդու հետ ինչքան ասենք շփվել ենք, բան այդ մակարդակը ես որևէ կերպ չեմ կարող փաստել, դες բան չկա։ Բայց ինչ վերաբերում է նրան, որ հա խորհրդային միության տարածքը այդ մարդիկ համարում են իրենց ազդեցության գոտին, Էդի շատ խնդրահարույց բան առաջանում հենց իրենց համար, եթե իրենք համարում են իրենց ազդեցության գոտի եւ մինչեւ մի դա տենց է, ուրեմն իրենք պատասխանատու են այն ցեղասպանություններին, որ տեղի ունեցել հենց այսօր Արցախում,
Այդ ակնհայտ փաստ է, իրանք չեն կարող խուսափել։ Պատասխանատու, երբ որ ասում ենք, պետք է լավ հասկանանք, որ պատասխանատուն դա այն ուժն է, որը խոսք է տվել, ուղիղ պայմանագիր է ունեցել քո հետ։ Ունեցել է։ Մի րոպե։ Երբ որ Իսրայելը սկսեց պատերազմական գործողություններ Գազայի դեմ, պարզ երևաց, որ ասում է, որ մենք չենք մասնակցում Ամերիկան։ Ընդամենը մի քանի օր հետո բանում այդ ռազմական գլխավոր ամսագրում տպագրվեց, որ ոչ մեր զինվորները այսինչ տեղից, ծովային հետևակից Իսրայելի զորքի հետ միասին մտել են, տվել ենք կորուստներ եւ այլն, ինչու, որովհետեւ ունի ուղղակի պայմանագիր։ Հարձակվել են քո վրա, ես պատասխանատու եմ մտնել մարտի մեջ։ Military Watch Magazine, այսինքն ամենահայտնի պարբերականը տպագրեց մանրամասն ամերիկյան զորքի կիրառումը այդ պայմաններում, կորուստներով եւ այլն։ Մենք ուղիղ պայմանագիր չենք ունեցել։ Ում հետ։ Ռուսաստանի։ Ոչ չենք ունեցել։ Չենք ունեցել ուղիղ պայմանագիր։ 97 թվին ինչ պաշտպանության ուղիղ պայմանագիր չկա այնտեղ, որ եթե քո վրա հարձակվեցին, ես անհապաղ մտնում եմ պատերազմական գործողությունների մեջ, ուղիղ պայմանագիր չի եղել։ Մենք դա երկրորդայնացրել ենք մտցնելով հապկի մեջ։ Հապկը հատոյպես մի բանել են որոշում պետք է ընդունենք, ով դի որոշում ընդունի։ Միջինայսական հանրապետությունները որոշում են, որ Ադրբեջանը մեր ընկերն է, մեր աղբերն է, մեր իսլամական երկիրն է։ Բացի դրանից մենք ունենք ուղիղ պայմանագիր, փոխադարձ օգնության, իրենց զորքերը տեղակայելու դա ուղիղ պայմանագիր չի, ես քեզ ասեմ, դու պաշտպանված ես այդքանով։ Ես որպես падգամավոր այդ բազմիցս տեսել եմ այդ բանը, որ այնտեղ ասենք հարցը կարող լուծվել նաև նրանով, որ Բարձյուժան որպես հապկի իրենց զորքերը մտել են եւ ապահովել են։ Մի րոպե եկեք հստակեցնենք, հա։ Խոսքը գնում հապկի մասին չի խոսքը։ Խոսքը գնում է հետեւյալը. կա արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ռազմական փոխ օգնության պայմանագիր։ Փոխհամագործակցության չէ։ Ուղղակի պատերազմական գործողությունների դեպքում դուք մեխանիկորեն մտնում եք պատերազմական գործողությունների մեջ։ 3 երկիր Ամերիկայի հետ ունի այդպիսի պայմանագիր։ Ընդհանրապես Ռուսաստանի պայմանագիրը գուցե եւ մի քիչ այլ է, դուք եք որպես падգամավոր կարդացել եք պայմանագիրը, բայց արդյոք չի նշանակում, որ պատերազմի պարագայում Ռուսաստանը իր բոլոր միջոցներով ըստ այդ պայմանագրի պետք է աջակցեր, թեկուզ զորք չմտցներ։ Իսկ մենք կարանք ասենք, որ չի աջակցել։ Իհարկե։ Այսինքն եթե նույն դուգինը կանգնում ասում ենք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենամեծ օգնությունը ստացել է Ռուսաստանից։ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ֆանատը չի, էլի։ Նիկոլ Փաշինյանը ֆաների ակումբն է Ռուսաստանի, իրանք էլ խոսում են։ Այդպես բան չկա։ Ես համարում եմ ամենամեծ օգնությունը ասեց ստացել ենք իրանցից, առանձնացրեց մյուսներից հատկապես եւ տարել պարտության, այդ օգնությունը է։ Հա, հիմա տարել պարտությանը, այդ ուրիշ հարց է։ Երբ որ մենք խոսում ենք լեռնային պատերազմից, որտեղ հանձնել հնարավոր չի, անգամ հնարավոր չի արագ հանձնել, մենք արագ հանձնեցինք։ Լեռնային պատերազմում արագ պարտություն չկա։ Դե ես ուզում ասեմ, այդ այստեղ խոսացել ենք այդ մասին, Տիգրան։ Խոսացել ենք, բայց այս հարցը մնում է բաց, եղավ sense բան։ Եկեք բաց թողենք այս հարցը։ Ես կարծում եմ մենք այս հարցի շուրջը մի առանձին բան կվարենք, հաղորդում կվարենք, որովհետև այս պայմանագիրը իմ ձեռքի տակ չկա։ Օպերացիա են կարել շատ լավ։ Ում պաշտպանության նախարարը։ Ռուսաստանի։ Ում հետ։ Թուրքիայի հետ։ Թուրքիայի։ Այո։ Չհասկացա ուղղակի Աշուրյան ինչի մասն է խոսքը։ Բանը պաշտպանության Շոյգուն ասեց առաջարկում եմ այս հարցը բաց թողենք եւ այս նույն հարցը ես խոսք ուզում եմ տամ Արտակ Սարգսյանին, ձեր մոտեցումը այս հարցին խնդրեմ։ Ուրեմն մի հատ անցած թեմային անդրադառնամ ցարական Ռուսաստանից սկսած Թուրքիան Արաքսը երբեք չէր անցել Առաջին անգամ անցավ այս Արցախյան պատերազմից հետո, երբ որ թուրքական դիտորդական շտաբը կամ զորքերը տեղակայվեցին այդ Արցախում, հա։ Մի խոսքով, հիմա ինչ վերաբերում է
Ռուսաստանը 30 քանի տարվա մեջ ունենալով իր բանակը Հայաստանում ոչ մի քայլ չարեց, որպեսզի մեր այս օկուպացիան վերանա։ Առաջին քայլը հենց որ մենք գտնվում ենք այս օկուպացիայի մեջ, հա, շրջափակման նկատի ունենք, հա։ Դա օկուպացիա է։ Շրջափակում չի, ինչ, եթե Վրաստանը բաց է, Պարսկաստանը բաց է։ Վրաստանը երբ ուզում փակում են, մենք մեզ լավ դաշնակից չի 44 օրյայի ժամանակ փակեր, թե Պարսկաստանը, թե Վրաստանը։ Վրաստանը չփակեց էլի, փակել տվին։ Այո։ Ասի փակեք։ Ուզում ասեմ, ունենալով բանակ ստեղ, նրանք 30 տարվա մեջ ոչ մի բան չարեցին, տրիպը էդի միակ ոնց որ մատուցող, բայց մեզ ով բերեց հասցրեց դրան, որ մենք այսօր համաձայնվենք, որ տրիպը մեր միակ փրկությունն է։ Նույն բանաձևով ասեցին զոհեր կտանք կհամաձայնվեն Արցախը հանձնելու, նույն բանաձևով այս իշխանությունները տարան, որ օկուպացիա արեք, սահմանը կբացենք, բոլորը դուրս կգան։ Հիմա գանք Սոլովյով եւ Դուգին։ Երկուսն էլ Կրեմլի ռուպերն են։ Իմ տեսակետից ինչ են նրանք ապահովում, նրանք ապահովում են Փաշինյանի վերարտադրումը, որպեսզի Փաշինյանը այսօր ներկայանա այն մուչինիկ, հա, այն ոնց է հայերեն։ Մարտիրոս։ Հա, Մարտիրոս։ Այո։ Մարտիրոս, հա, անգլերեն մարտիր, դրոշակը վերցնի, այդ հակառուսական, ինչ ճնշված է այս մարդը, ինչ մեղք է այս մարդը ու վերարտադրվի, փորձի վերարտադրվի հաջորդ ընտրություններին, քանի որ Հայաստանում ընդհանուր տրամադրությունը Ռուսաստանի դեմ շատ վատ է եւ կփորձեն ինչ-որ պլյուս այս Լավրովի ասած $165 միլիոն ընդդեմ 15 միլիոն դոլարի Եվրոպայի, հա, որը որ օկուպացիա է արդեն նշանակում, եթե նրանք քննադատում էին 15 միլիոնը որպես, ասենք, ուղիղ ազդեցություն ընտրությունների վրա, այստեղ 165 միլիոնը քանի անգամ 11-12 անգամ ավել գումար է, դա արդեն օկուպացիա, ու որ պետությունը չի խոսում նրա 11 անգամ, ու պետությունը որ չի խոսում դրա դեմ, հարցերը առաջանում ում են տալու, ինչ ձև են տալու մեխանիզմները, ով է վերահսկելու, այսինքն այդ ինչ բանից է։ Ինչ իրանքով են տալի գումարը։ Դե հենց այդ եմ ասում, այսինքն ստեղ խոսալ, որ Փաշինյանը հակառուսա Սալավյովը ասեց կամ ոչ Փաշինյանը, հենց ամենաուժեղ Ռուսաստանի մարդն է այս ռեգիոնում, այդ բոլոր եղածներից Համեմատած մյուսների։ Հա, համեմատած բոլորի, հա, այդ ինչ վերաբերում այն հայտարարություններին, որ սառեցնում են, կարդացել եմ այդ հապկի պայմանագիրը, սառեցում ընդհանրապես չկա այդ բանաձև, չկա այդպես բանաձև, սառեցում չկա, կա դուրս գալ, կա, այսինքն ու հետևել եմ բոլոր հապկի նիստերին, եթե Փաշինյանը չի գնացել, այնտեղ ելույթներ են ունեցել Հայաստանի ղեկավարներից ուրիշ մարդիկ ու գովել են հապկին։ Հա, Շանհայան, չգիտեմ։ Մի խոսքով, սա ես գտնում եմ ընտրական հնարք Փաշինյանին ինչ-որ կրեդիտներ տալ, ցույց տալ ինչ մարտիրոս է, հա, ինչ հզոր ուժի դեմ է պայքարելու, բայց 165 միլիոնը լսել են, մեր են Եվրոպամետ ընդդիմությունները արդեն ռուսամետ են դարել, արդեն ես մի քանի օրա, հա, թե ով պետք է այդ փողից են, որ Եվրոպամետ էին, այս 2-3 օրա ռուսամետ են դառնում, Ուկրաինա են քննադատում, Ռուսաստանը երկրորդ ֆրոնտ կբացի, թե չի բացի, ես ուղղակի շատ եմ կապվում թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի ասենք զինվորականների հետ խոսում եմ, երբ որ տեսնում եմ հեռուստատեսությամբ գրավում են գոյություն չունեցող նասիլյոննի պունկտ, հա, ասենք ասում են գրավել է այս ինչ բնակեցված տարածքը, քարտեզներով նայում եմ, ՍՍՀ-ի քարտեզներով նայում եմ, զանգում եմ Ռուսաստան, զանգում եմ Ուկրաինա, ասում եմ ախպեր, այս որք ասում են չկա այդպես բան, էլի, մարդ մտել է ֆաշիզմին դեմ կռվելու, ինքը ֆաշիստ է դարել այսօր, էլի, գրավում է ինչ-որ այդպես տարածքներ, գրավում է, ասենք, գոյություն չունեցող, էլի, ու ինչ սիգնալ է ինքը մյուս այդ ՕՏԳԲ-ի մասնակիցներին ասում, ասենք, ինչ իրավական հիմքերով Հայաստանի դեմ պետք է հատուկ
օպերացիա կատարվի, զինվորական օպերացիա կատարվի, եթե Հայաստանը չի հարձակվել Ռուսաստանի վրա, ասենք են դե եթե իրավական բանից ես խոսում, միջազգային իրավունքից ես խոսում, որ դու հիմա ամենտեղ միջազգային իրավունք ես քարոզում, թե ռուսներին ընդեսպանում էին, որը արդեն մենք քննարկեցինք, որ չկա, այսինքն դու Ուզբեկստանին, Կազախստանին, Տաջիկստանին, Բելոռուսիային ինչ սիգնալ ես ուղարկում։ Իսկ վերաբերում է ՍՍՄ-ի վերացմանը, նրանք արդեն ակտիվ քննարկում են, որ ՍՍՄ-ը դե յուրե ոչ մի անգամ չի վերացել, այդ փաստաթուղթը, որ չի ստորագրվել ուղղակի ինչ-որ մի օրենքի խախտման բան։ Օրենքի խախտման եղել, հա, իհարկե նրանք ՍՍՀ երկուսին ուզում են, բայց արդյոք ձգում են դրան, հա։ Պուտինը այսօր ում մարդն է, Ռուսաստանի մարդն է։ Այդ ակտիվները, որ Եվրոպան օգտագործում է այսօր ռուսական այդ քանի միլիարդը 300 հա ում շնորհիվ է օգտագործում այդ ակտիվները Պուտինի շնորհիվ է հիմա այսինքն Պուտինը ում մարդն է արևելքի մարդն է ռուսական մարդն է ում մարդն է Վաղուց կերած այդ փողն է հա մի խոսքով ես գտնում եմ որ դա կեղծ հայտարարություն է Փաշինյանին մարտիրոս սարքելու համար դրոշակն տվեցին ձեռը որ ինչ-որ պոլիտիկալ մայլա չա հավաքի ամբողջ խնդիրը նա է որ մեզ պարակտում են ստեղծել են քրե օլիգարխիկ պետություն որ տեսեք մեր օլիգարխիան պատերազմի ժամանակ իրեն ոնց պահեց ոնց որ պարոն Խաչատրյանն է ասում երկիրը ղեկավարեն բարեպաշտ եւ նվիրյալները նվիրյալ մարդիկ իսկապես հայ մարդիկ ապա շատ արագ տեղի կունենա ազգի միասնականություն եւ այդ դեպքում կտեսնեք թե ինչ մեծ ռեսուրսներ ունի իսկապես հայ ազգը եւ մտավոր եւ ֆինանսական եւ մնացած ռեսուրսները շատ արագ կլինի եւ մենք եթե այդ բանը չքայքայեին մենք այս պատերազմը չէինք տանուլ տան ես չնայած ռազմական մասնագետ չեմ բայց ես վստահաբար ասեմ բերեք գեներալների հետ խոսենք այս պատերազմը մենք կարանք նույնիսկ հաղթած դուրս գայինք եթե ներսի ուղղորդված այսպես ասած տանուլ տալը չներ այսինքն ներսից տեղի ունեցել մենք ցանկանում ես էլ կուզնայի Ինչ վերաբերում է բռնագրավելուն, մեր մոտ օրենք կա, դու դրա համար ասենք պիկապներին կամ այլ մեքենաներին քիչ գույքահարկ ես վճարում, քանի որ պատերազմական դրության ժամանակ դա ավտոմատ պետությունը վերցնում է, այսինքն այնտեղ օրենքով բռնագրավում է ամեն ինչ, եթե խոսքը գնում էր այդ ռեսուրսներին, զենքերը իհարկե օգտագործվելու է, դա օրենքով մեր մոտ հաստատված է եւ 44 օրյա ժամանակ մարդկան զանգում են, ասում են պիկապը բեր, մարդիկ կամ տեխնիկան բեր, մարդիկ տանում են։ Ես ուրիշ ռեսուրս Նորվեգիայից չեմ լսել, ինչ պետքա բռնագրավեր։ Ինչ վերաբերում է մենք դառնանք ավելի հզոր պետություն։ Ինձ թվում է դրա համար առանձին հաղորդում պետքա տանենք այս դրոնների վտանգավորության էֆեկտիվության նոր ժամանակի պատերազմին համապատասխանելու այո տեսեք եւ Հայաստանը այսօր պետքա ստեղծի ունի այդ պոտենցիալը որ ստեղծի մի բլոկ որպեսզի ոչ ոք էլ դրոնների պատճառով ոչ ոք էլ ապահով չի գտնվում այսինքն Ռուսաստանի ֆաշիզմը խփել է օղակներին Կիևը սառում է մյուս քաղաքները սառում են 100 հազարավոր մարդիկ սառում են դա ֆաշիզմ է արդեն կոչվում էլի Դա ինձ թվում է առանձին հաղորդում պետք է անենք, որ Հայաստանը ստեղծի մի օղակ, որ ոչ թե ասենք այս ատոմային զենքի դեմ, այլ հենց դրոնների դեմ պատասխանատվություն լինի, երբ կարան օգտագործվեն, ինչ ձևով կարան օգտագործվեն, ինչ վերաբերում է այն մյուսին, որ բարեկամ, լինենք բարեկամ, ոչ հզորանանք, Մենք ճապոնյան չենք, որ ատոմային ռումբ գցելուց հետո գնանք Ամերիկայի ոտերը ընկնենք, ասենք մեզ կոտորեցիք, լավ, բայց թողեք զարգանանք, ոչ, մենք դրանց ոտերն էլ ընկնենք, մեկը մեզ կոտորելու են, հասկանում եք։ Հենա Աբխազիան օրինակ է։ Ինչ է։ Եթե կարելի է այս երկու բառ ուղղակի, հա, մեր շնորհակալ եմ հարցի համար հատկապես, որովհետև
այն ռեսուրսը, որը ունենք մենք, բացառիկ է։ Այսինքն մոնոնացիոնալ ժողովուրդ ենք որպես պետություն։ Մոնոնացիոնալ, այսինքն 98-99% բնակչության հայեր են։ Դրանց 90%-ից ավելին իրանց համարում են հայ քրիստոնյաներ։ Մեր ծանրության կենտրոնը շատ մեծ է։ Հավաքելու արագությունը, եթե լինի նվիրյալների իշխանություն, մերիտոկրատական, այսինքն արժանավոր նվիրյալների իշխանություն, թե չէ կարող մարդը դուրակա, բայց նվիրյալ, փորձանքի է բերելու։ Չէ, արժանավոր նվիրյալների իշխանություն եթե եղավ, հաշված ամիսների, նույնիսկ հաշված շաբաթների ընթացքում, այդ մոնոլիտը, որի կենտրոնը տեղից չես փոկի։ Այդ 90-ից ավել տոկոսը, որ հայ քրիստոնյա են իրանց համարում, նրանց դու չես կարող փոկել տեղից։ Նրանք մնալու են, այս երկիրը սուզվողը չի, բայց հավաքվելը նրա ողջ ռեսուրսի կենտրոնանալը, նրա սփյուռքի փող թափանցվելը ունի իր անհրաժեշտ քայլերը։ Այ դրան կարելի է նվիրել մի առանձին հաղորդում եւ մանրամասնել, ինչպիսին պետք է լինի պարլամենտը այդ դեպքում, բիկամերային թե մոնոկամերային պետք է լինի այդ պարլամենտը, սփյուռքը ինչպիսի դրսևորումներ պետք է ունենա, օրակարգը ինչպես պետք է կազմվի եւ այլն, էլի։ Այսինքն շատ լուրջ հարց է։ Բայց իհարկե մենք ունենք այն խարիսխը, որը մեզ թույլ չի տալու, որ մենք սուզվենք։ Չմտածեք, որ պանիկայի մեջ չընկնեք, որ այս մի բանը վատ է, այսա կսկենք կվերջանա գնա։ Այդպես բան չի լինել։